Բարի լույս, սիրելիներ, որոշ մարդկանց թվում է, թե քրիստոնեությունը ուրախության, հանգստության և խաղաղության ուսմունք է, հավատք է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ինքն է ասում, որ ես չեկա խաղաղություն բերելու այլ սուր։ Եվ հետևաբար քրիստոնեության մեջ մեծավ մասամբ կա ժամանակաշրջան, երբ քրիստոնյաները հալածվում են։ Քրիստոնեությունը տարածվում է հալածանքների շնորհիվ, կարելի ասել, կամ հալածանքների գործողությունների միջով։ Քրիստոնեությունը պատմության ընթացքում բազմաթիվ հալածանքներ է կրում։ Սակայն այնուամենայնիվ այդ հալածանքները գալիս են ավելի ամրացնելու քրիստոնեությանը և քրիստոնյաներին։ Այս մասին է վկայում նաև այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոս Ղուկասի ավետարանի 21-րդ գլխում։ Դուք պիտի մատնվեք և ծնողներից, և եղբայրներից, և ազգականներից, և բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն, և բոլորն իմ անվան համար պիտի ատեն ձեզ, բայց ձեր գլխից մի մազը անգամ չպիտի կորչի, և ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները։ Տեր Հիսուս Քրիստոս ասում է, որ կա մատնություն, և մատնությունը պիտի լինի ամենամտերիմների կողմից։ Եվ այո, այդպես է, սիրելիներ, սատանան որտեղ է մտնում փորձելու։ Մտնում է մարդու ընտանիք, մտնում է մարդու անձնական կյանք, որպեսզի փորձությունը ավելի ամուր լինի, իր կողմից բերած փորձությունը։ Մատնությունը հետևաբար մտերիմներից պետք է լինի, բայց ասում է ձեր գլխից մազը անգամ չի պակասի և ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները։ Ահա ուրեմն այսօրվա խորհրդի շրջանակի մեջ պատգամը հետևյալն է՝ համբերություն։ Ոչ թե պասիվ համբերություն, այլ համբերություն, որ պայմանավորված է հավատքի ներկայությամբ։ Այսօր մեր քրիստոնյաները պետք է վերաիմաստավորեն, վերահաստատեն, վերստին զորացնեն իրենց հավատքը, տեսնելու համար, թե ինչպիսին է իրենց հավատքի վիճակը։ Հավատքը ամրանում է աղոթքով, հավատքը ամրանում է Տիրոջ խոսքով։ Այո, հալածանքները միշտ կան քրիստոնեական կյանքի մեջ, բայց հենց կան հալածանքները, որովհետեւ մենք ավելի աղոթող լինենք, մենք ավելի համբերատար լինենք եւ ավելի խորագետ լինենք, ինչպես կասեին, օձերի նման խորագետ։ Ուրեմն, սիրելիներս, այսօր էլ մաղթում եմ, որ յուրաքանչյուր մեկը մինչև շտապել ինչ-որ մի բան բարձրաձայնել, կարծիք կազմել, ենթադրություն անել, լցվեք հավատքով, լցվեք աղոթքով, դուք Աստծո զավակներ եք եւ Աստված է ձեզ պարգևել այդ հավատքը։ Անկախ փորձությունների ներկայությունից ձեր հավատքը վեր է ամեն տեսակ գաղափարներից, ամեն տեսակ երկրածին ապրումներից եւ ամեն տեսակ մարդկային ենթադրություններից։ Ուրեմն համբերությամբ լցվեք, հավատացեք Տիրոջը եւ աղոթքով պիտի ձեր հոգիները փրկեք։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։